Դեռ կարծում եք, որ պետք է հույս դնել Ռուսաստանի վրա։ Ոչ մի անգամ չկա հավերժ թշնամիներ, չկա հավերժ բարեկամներ, կամ մեծ շահեր։ Այդ մեծ շահերի ձեննելու, եթե մենք այսօր մեր շահերը պետք է համընկացնենք եւ պայքարենք նեղանալու կամ փոքր բաների մեկին ընդունելու, չընդունելու եւ ինչը, նախ պետք է մենք մեր սխալները գտնենք, իմանանք, ինչա, պետք է մենք ճկուն քաղաքականություն վարենք, որպեսզի այդ խոչընդոտները չլիներ դա։ Առաջինը եւ նորից կրկնում եմ, նորից ասում եմ, ճիշտ էր այսօրվա մասնակցությունը, ոնց կարելի է մոռանալ այս հերոսների, պատկերացրեք այսպես որ գրած բոլորինը 124 մարշալների 600,000 հայ, որից 300,000-ը չի վերադարձել, ոնց կարելի է չգնահատել դրանց։ Նորից կրկնում եմ, կյանքը առաջ է գնում, մեր մեծ շահերից ելնելով, ամեն ազգ իր մեծ շահից ելնելով, պետք է մտածի ու ճիշտ քայլ կատարի։ Ռուսը մեր ավառաջի թշնամին է եւ վերջ, թեպետ ես 70 թվականին բանակում դարել եմ կոմունիստ, որտեղ այն ժամանակ միակ մաֆիան դա կոմունիստական կուսակցությունն էր, այսօր Նիկոլ Փաշինյանը անում է այն, որը անհնարին է հայ ժողովուրդը հասկանա, այսօր չի հասկանա, եթե ընդհուպ 2026 թվականին չընտրվի, ապա հետագա սերունդները, երբ որ հանրագումարի բերեն, նոր կիմանան Նիկոլ Փաշինյանն ով է եղել, Սերժ Սարգսյանն ով է եղել, Ռոբերտ Քոչարյանն ով է եղել, Լևոն Տեր-Պետրոսյանն ով է եղել։ Վարչապետի այցը ճիշտ էր։ Այո, շատ ճիշտ էր։ Պետք է կան զոհեր ենք տվել, իզուր չի եղել, շատ ճիշտ էր, պետք է տես միշտ էլ մենք կապ հաստատենք և բարձր պահենք այդ մեր զոհերին, մեր այդ մարշալներին, ոնց կարելի անտեսել այս բոլորը։ Հորս նկարն է Այվազյան Լոնդոն ապկարի, մասնակցել է պատերազմին, հայրենական մեծ պատերազմին 1943 թվականին, զորակոչվել է բանակ, 1944-ին վիրավորվել է, բայց ծառայություն շարունակել է մինչև 1946 թվականը, որից հետո վերադարձել է հայրենիք, ես այսօր եկել եմ կրկին անգամ փառք տամ մեր հզոր զինվորներին ու հաղթանակը շնորհավորեմ բոլորիս։ Ընդհանուր առմամբ ինչ կասեք, շատ է հա հիմա այս խոսակցությունները, որ սա հայերի հաղթանակն է, թե ոչ, ճիշտ է մասնակցել Մոսկվայում շքերթին, թե ոչ։ Միանշանակ ճիշտ է։ Ոնց կարող ինքը հայերի հաղթանակը չլինի, եթե հայերը 600,000 հայ մասնակցել է, 300,000 մենք կորուստ ենք ունեցել։ Ամեն ընտանիքում կան ինձ թվում է, ասենք, մարդիկ, իրանց պապերը, նախնիները, որոնք որ այս պատերազմին մասնակցել են, եւ ամենակարևորը այդ պատերազմի հաղթանակը եթե չլիներ, չէր լինի այս Հայաստանը, որտեղ մենք բոլորս գիտենք, Թուրքիան ժամանակ պատրաստվում էր հարձակվել։ Եվ եթե չլիներ հաղթանակը Ստալինգրադի ճակատամարտում, ապա չէր լինի նաեւ Հայաստանը։ Իսկ հիմա հույս պետք է դնել Ռուսաստանի վրա։ Հույս պետք է դնել սեփական շահերի վրա, այդ ժամանակ Ռուսաստանն էլ մեր ընկերը կլինի, մնացածն էլ հարգանք կունենան։ Երբ որ մենք ուրանում ենք մեր անցյալը, ուրանալու ենք մեր նախնիների թափած արունը, մենք չենք Ռուսաստանն էլ մեր ընկերը չի լինի, ոչ մեկն էլ մեր ընկերը չի լինի, որտեղ ոչ մեկն էլ չի հարգում այն ժողովրդին, այն պետությանը, որը որ ուրանում է իր նախնիների թափած արունը։ Հաշվի առնելով վերջին շրջանում Հայաստանի հետ տեղի ունեցածը, հա, արդյոք դեռ պետք է հույս դնել Ռուսաստանի վրա։ Գիտեք ինչ, միշտ մեկը մեկի վրա հույս ադում, նույնիսկ Մեծ Բրիտանիան ու Ամերիկան հույս դրեցին Խորհրդային Միությանը, դա օրինաչափ է հույս դնելը, որովհետև դու մի փոքր, հետո ստեղ քաղաքական շահերի բախումն է, որ պետք է ճիշտ օգտագործել եւ արդեն ոչ թե դու հույս ես դնում, արդեն այն ուժն է քո վրա հույս դնում։ Մեզ համար հաղթանակը, ինչ ասեմ, գերազանց օր է բոլորիս համար։ Վերջապես մեր ուղեղները պետք է աշխատի, որ մենք բոլորս միասին լինենք։ Մտածենք ոչ թե փողի մասին, այլ մտածենք մեր ժողովրդի, մեր կյանքի մասին, մեր երկրի մասին։ Իսկ դեռևս հույս արժե դնել Ռուսաստանի վրա։ Աբսոլյուտно։
Абսոլютно։ Մեկ էլ որպես քաղաքացի, այս իրադարձությունները, որ նայում եք Հայաստանի հետ, հա, ինչ եղավ, արժի դեռևս հույս դնել Ռուսաստանի վրա։ Ճիշտն ասած, ես մի քիչ ռուսամետ եմ։ Հա, ես հույսս դնում եմ, բայց չնայած ամեն առիթով մեզի ծախում է։ Հենց իրան մանրապետ, գրոշապետ, մեզ գրոշի տեղ ծախում։ Հայ ազգի, ինչպես նաև բոլոր նախկին խորհրդային միության ժողովուրդների մեծ հաղթանակն է նացիզմի նկատմամբ։ Մեր ազգը բավականին մեծ մասնակցություն է ունեցել այդ հաղթանակի մեջ եւ հարցը մենակ քանակը չի, այլ նաեւ որակն է։ Տեսեք, քանի մարշալներ, գեներալներ, հերոսներ ենք մենք տվել։ Դեռևս հույս արժի դնել Ռուսաստանի վրա։ Գիտեք, ընդհանրապես պետք է հույս դնել սեփական ուժերի վրա, բայց չարանալ կողքինների կամ մեկ այլ պետությունների վրա պետք չի։ Պետք է հավասար դինամիկ պահել բոլորի հետ հարաբերությունները։ Արժե հույս դնել Ռուսաստանի վրա։ Ռուսաստանի վրա միանշանակ հույս դնել չարժի, բայց քաղաքականացնել չարժի, որովհետև այս բոլորիս իմ պապան մասնակից է, իմ հորեղբայրը, իմ քեռին զոհված են, այնպես որ քաղաքականացնել պետք չի։ Գիտեք ինչ, հույսը պետք է դնենք մենակ մեր վրա առաջի հերթին, հետո նոր Ռուսաստանի, Ամերիկայի, Եվրոպայի։ Վեկտորի փոփոխություն բնական է, բայց պետք է լուրջ անալիզներ անել, որովհետև այնպիսի ընտանիք չկա, որը այսօր Ռուսաստանի հետ կապված չի։ 90% մեր ընտանիքում 90% ազգականները, քուրերս, եղբայրներս Ռուսաստանում են, ոնց կարելի է միանգամից հրաժարվել։ Բայց դե վեկտորի փոփոխությունն ինձ թվում է պետք է եւ լուրջ անալիզներ անելուց հետո ինձ թվում է պետք է ճիշտ ընտրություն անենք։